ժամանակով 80-30 րոպե։ Եկել են մեր բանը։ Մենք արդեն հասել ենք Բուխարեստ։ Ժամը 2-ին է մեր ավտոբուսը գալու, բայց հիմա ժամը 10-ն է, ու մենք պետք է 4 ժամ ինչ-որ զբաղմունք գտնենք։ Աշխատում ենք։ Ասենք ոնց կարա аэроպորտում ռեստորանը փակ լինի։ Հավատում, որ այս ավտոբուսը վերջապես եկավ ու արդեն նստել ենք բոլորս։ Իսկ մենք աչքեզերում ինչքան հոգնած ենք։ Հիմա կարճ նկարագրեմ, թե ինչ է Erasmus։ Erasmus-ը եվրոպական կրթական ծրագիր է, որը հնարավորություն է տալիս սովորել եվրոպական երկրներում։ Ի տարբերություն համալսարանական կրթության, այստեղ կիրառվում է կրթության ոչ ֆորմալ մեթոդը։ Այսինքն դուք հնարավորություն եք ստանում սովորել X կամ Y թեմայով, օրինակ ինչ-որ խաղերի միջոցով, կամ խմբային աշխատանքների։ Ամենահետաքրքիրը ծրագրի ընթացքում ծանոթանում եք այլ ազգերի մշակույթների հետ եւ ներկայացնում ձերը, որը շատ կարեւոր է։ Հետաքրքրող հարցը բոլորին, արդյոք ծրագիրը հոգում է կացության ու սննդի հարցերը, թե ոչ։ Այո, հոգում է, բայց 5 աստղանի պայմաններ չակնկալեք։ Ճանապարհածախսը որոշակի լիմիտով է հատուցվում, այսինքն օրինակ տվյալ ծրագրի համար փոխհատուցումը կազմում է մինչև 500 եվրո։ Դուք պետք է ձեր ճանապարհածախսը այնպես կազմակերպեք, որ 500 եվրոն չանցնի։ Ծրագիրը կարող է տևել 1 շաբաթից մինչև մի քանի ամիս։ Իսկ ծրագրի հիմնական նպատակը կրթությունն է, միջմշակութային կապն ու անձնական աճը։ Ռումինիայի Կուրտիա դե Արջաշ քաղաքում ենք, բնությունից պարզավոր հրաշք տեղում ենք, իդեպ Erasmus-ները հիմնականում քաղաքի աղմուկից կտրված վայրերում են անցկացվում բնության գրկում։ Բրավոտա, ինձ թվում է իմ ձենից հասկացվում է, որ ես հենց նոր եմ արթնացել, ելեմ ներքև, ասենց հավեսով կոֆեով առավոտ անեմ։ Հիմա եմ մնացած մի քիչ սուրճով, որոշեցի դուրս գամ ու քայլեմ։ Ինձ թվում է իդեալական է քայլելու համար։ Erasmus-ի առաջին ու կարևոր հատվածը դա ամենօրյա activity-ներն են, որոնք սկսվում են նախաճաշից հետո ու շարունակվում մինչև երեկոյան 7-ը, իհարկե ընթացքում ընդմիջումներով։ Հնարավոր է activity-ներից մեկը լինի, որ բոլորով ընդունեք օրինակ այս դիրքը, կամ բարձրանաք 3000 աստիճան ինչ-որ ամրոց հասնելու համար։ Կամ հորինեք պար ու ֆլեշմոբ կազմակերպեք դրսում։ Այս ամեն ինչը activity-ների մասն են ու ունեն իրենց նպատակները։ Օրինակ թիմային մտածողությունն են զարգացնում, աշխատելու կարողությունն են զարգացնում։ Կարևոր է նաև թե ինչ թեմայով եք մասնակցելու ծրագրերին, որովհետև հենց այդ թեմաներն են որոշում Erasmus-ի ողջ activity-ները։ Օրինակ մեր ծրագրի թեման սպորտն ու ակտիվ ապրելակերպն էր։ Դրա համար մեր ծրագիրն այնպես էր կառուցված, որ մենք անընդհատ շարժման մեջ էինք գտնվում։ Տարբեր տեղեր էինք գնում, շատ քայլում էինք, մարմնամարզությամբ էինք զբաղվում, ու դրա համար շատ կարևոր է ընտրել այնպիսի ծրագրեր, որոնք առավել համապատասխան են ձեզ։ Մեկ իրականում շատ абսուրդ բաներ հնարավոր է հանդիպեն, բայց այդ ամեն ինչը ծրագրի մասն են կազմում ու իրականում շատ հետաքրքիր է այդ ամեն ինչին մասնակցելը, որովհետև հաստատ ոչ մի ուրիշ տեղ դուք դա չեք անելու։ 300 աստիճան ենք բարձրացել, մոտենում ենք 400-ին։ Այստեղ բոլորի մոտ արդեն գլուխ է գովացել, որ մեր կասկադում մենք ինքան ենք բարձրացել, որ ես աշի չեմ հոգնի, բայց 300-րդն ու արդեն մեռնում ենք։ Ասած ինչա, գլուխ մի գովացեք։ Հայերը դեռ ճանապարհ են մոտենում ենք 600-ին։ Կարանդան արդեն երբում։ 1100 հասանք։ Ես արդեն մազերս կապել եմ, որտեղ էլ չեմ ձգում։ Այսինքն վիճակով բարձրանում ենք։ Կարծես թե վերջը երևում։ Տեսարանը մենք եկել ենք այստեղից։ Հիմա մենք այստեղ ենք, սա մեր գյուղն է, որտեղ ունում էինք։ Erasmus-ի ոչ պակաս կարևոր հատվածներից են նաև ազատ ժամերը, որոնք սկսվում էին երեկոյան ընթրիքից հետո։ Հիմնականում գնում էինք մոտակա խանութն ու երեկոյի համար ինչ-որ բան էինք գնում, հետո հավաքվում էինք ու բոլորով փարթի էինք կազմակերպում։ Այս հատվածը Erasmus-ի ամենասիրելիներից է համարվում, որովհետև չունեք հստակ գրաֆիկ, հստակ զբաղվածություն ու դուք եք որոշում, թե ինչով զբաղվեք։ Այս հատվածը թողամ, դուք ինքներդ վայբը պատկերացրեք։
Էրասմուսի առանձնահատուկ կարևոր մասերից է նաև մշակութային երեկոները, երբ ներկա ազգերը ներկայացնում են իրենց մշակույթները մնացած ազգերին, հյուրասիրում են ազգային ուտելիքներ, պարում ենք պարեր, սովորում ենք այլ լեզուներից ինչ-որ բառեր։ Օրինակ մենք հայերով դիմավորել ենք բոլորին աղոհացով, ներկայացրել ենք մեր ազգային ուտեստներից, բեմադրել ենք հայկական հարսանիք ու բոլորին սովորեցրել ենք քոչարի պարել։ Գլուխ չգովամ, բայց հայկական մշակութային երեկոն ամենահավեսնանց է։ Ինչպես նշեցի, ամեն ծրագիր ունենում է իր նպատակը։ Օրինակ նախորդ Էրասմուսին մեր ծրագրի նպատակն էր, որ բաժանվեինք խմբերի ու գրեինք գիրք։ Այո, գիրք։ Ու այո, գրել ենք։ Այս Էրասմուսի մեր նպատակն ու թասքն էր խմբերի բաժանվել, հորինել պար ու դրսում ֆլեշմոբ կազմակերպել, որին պետք է միանային անծանոթները։ Իհարկե ոչ մի անծանոթ չմիացավ, բայց մենք ամեն ինչ արեցինք։ Սա այն խմբի պարի բեմադրությունն է, որտեղ ես էի պարում մի հատ գնահատել։ Երեկվանից մինչև այսօր արդեն 30 անգամ երևի փորձ ենք արել։ Հիմա վերջապես եկել են պահը, երբ մենք պետք է մեր բոլոր ուժերը ցույց տանք։ Mircha, hi. I love Armenia. Ազատ օրերի մասին։ Միշտ լինում է մի ազատ օր, երբ ազատ եք ընտրելու թե ինչ անեք։ Օրինակ մեր ազատ օրը 5 հոգով որոշեցինք գնալ Կողքի քաղաք, որովհետև սիրուն ֆեստիվալ էր ու զբոսնենք մի քիչ այնտեղ։ Տեսեք ինչ սիրուն այգի ենք եկել։ Պարզվեց, որ ամբողջ աշխարհում կակաշները հենց Ռումինիայից են սկսել տարածվել։ Հետո գնացինք ռումինական ազգային ուտելիքներ փորձելու, շատ համով կերանք, շատ տպավորված վերադարձանք մեր քաղաք։ Շատ է դուրս գալիս այս ռումինական վայբը ու ռումինացիները ընդհանուր։ Առաջին տպավորությունս բացարձակ սրա նման չէր, հակառակը շատ վատներ, բայց հիմա սենց լրիվ ուրիշ է ու հիմա սենց չգիտեմ, շատ երջանիկ եմ, thank you։ Ու ամեն լավ բան ունի իր սիրուն ավարտը։ Այստեղ արդեն իրար հրաժեշտ էինք տալիս, որովհետև մեր վերջին երեկոները, որ իրար հետ էինք անցկացնում, իրականում բոլորս շատ տխուր էինք, որովհետև այսքան հուշերից ու այսքան էմոցիաներից հետո շատ դժվար է հրաժեշտ տալ ու վերադառնալ քո սովորական առօրյային, որտեղ այս ամեն ինչը չկա։ Էրասմուսը իմ կարծիքով ամենահավես փորձառություններից է, որ կարող են երիտասարդները ունենալ, ու դրա համար ես խորհուրդ եմ տալիս բոլորին, որպեսզի իրենց կյանքում գոնե մի անգամ մի ծրագրի մասնակցեն, որովհետև սա իրոք այն է, ինչ որ հիշվելու է միշտ։ Այստեղ ստորագրություններն է հավաքում, այստեղ իմ ոնդոյի ստորագրություններն է։ Enes, say hi. Hi. Նշեմ նաև, որ բոլորը տպավորված էին հայերով, հայկական մշակույթով ու հայերենով։ Շատ ուրախ եմ, որ կարողացանք մեր ազգն ու մշակույթը ներկայացնել այն տեսանկյունից, որ շատերի մոտ ցանկություն առաջացավ անձամբ այցելել Հայաստան ու ավելի մոտիկից ծանոթանալ հայկական մշակույթի հետ։ Ինչի համար շատ շնորհակալ եմ մեր հայկական թիմին լավագույն կողմից ներկայանալու համար։ Եկել է հայավարի կոֆե խմելու ժամանակը։ Չենք մոռանում նաև այն հասարակական կազմակերպությանը, որը հնարավորություն տվեց մասնակցել այս ծրագրին։ Իրենց տվյալները կթողնեմ նկարագրության բաժնում։ Իսկ եթե հավանեցիք այս վիդեոն, կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, որովհետև սա առաջին վիդեոն է, բայց հաստատ վերջինը չի, լայքել ու ուղարկել ձեր ընկերներին, որպեսզի իրենք էլ իմանան sense հնարավորությունների մասին։ Ու ես հույս ունեմ, որ էլի Էրասմուսի մասին վլոգով կներկայանամ ձեզ։ I love you when you sing that song, and I